Տիկին Բրուտյան 4 ամիս շարունակ Սերժ Սարգսյանի թիմակիցները պնդում էին, որ եթե Հայաստան խմբակցության պատգամավորները ստորագրությունները տան իրենց, ապա շատ արագ կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին, բանը հասավ նրան, որ ՀՀԿ-ական Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ հենց ստորագրությունները իրենց ձեռքին լինեն կամ ԿՊԱ-ականները, որ կմիանան, հիմա 4 ամիս առաջ եղած ստորագրությունները արդեն նաև ֆիզիկապես իրենց ձեռքում են, բայց սա այլ տեղից չի շարժվում, այս դեպքում ինչի մասին էր 4 ամսվա այս շանտաժը։ Ես բազմիցս գրել եմ, նաև ասել եմ, ընդհանրապես այս անվստահություն հայտնելու այս ծրագիրը, impeachment կոչված ծրագիրը, դա կրկես էր, որովհետև ցանկացած գիտակից մարդ հասկանում է, որ ԿՊԱ անդամները, պատգամավորները երբեք Նիկոլ Փաշինյանի դեմ չեն քվեարկի, որ նրան իշխանազրկեն։ Մենք դրա մասին գրում էինք, ասում էինք, բայց դե ՀՀԿ-ն պատիվ ունեմը, սկզբում իհարկե իրանց հետ աֆիլացվող ուժերի միջոցով այս պրոցեսը սկսեցին, օրակարգ մտցրեցին, շատ ակտիվ ու սկսեցին մեղադրել Հայաստան դաշինքին, Ռոբերտ Քոչարյանին, որ չեն միանում, ստորագրությունները չեն տալիս։ Հայաստան դաշինքը հենց սկզբից ստորագրեցին, 28 ստորագրությունները թղթի վրա դրեցին, հրապարակեցին, ասացին, որ մեր ստորագրությունները պատրաստ է, ձեր 6-ի հետ պակասող 2 ձայնը դուք գտեք, այսինքն 8 ստորագրությունը տրամադրեք, մենք նույն րոպեին միանում ենք պրոցեսին, գործընթացին։ Նրանք իհարկե սկսեցին ասել, խեն իրենց մոտ պահում, թող բերեն մեզ տան, իրենց սեյֆում, որ երևի պետքա պահեին այդ թուղթը, բայց դա արդեն ավելորդ խոսակցություններ էր, հենց սկզբից պարզ էր, որ այս ամբողջ գործընթացը սկսել էին Հայաստան դաշինքի դեմ, Ռոբերտ Քոչարյանի դեմ, իրենց ոնց ասեմ, ուզում էին իրենց վարկանիշը գցեն Ռոբերտ Քոչարյանի եւ Հայաստան դաշինքի, որովհետեւ իբր որ չեն միանում, իբր Նիկոլ Փաշինյանին իրենք են պահում եւ բոլորին հայտնի է արդեն այս 4 ամսվա պրոցեսները։ Հետո այո, Մարգարիտ Եսայանը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ ԿՊԱ անդամները պատրաստ են միանան իմպիչմենտին, բայց անունները կասենք այն ժամանակ, երբ որ Հայաստան դաշինքը իր ստորագրությունները մեզ կփոխանցի, կմիանա պրոցեսին։ Իհարկե դա շատ ծիծաղելի էր, մանկապարտեզ, որ անունները չենք ասում, բայց հետո լսումների օրը եղավ եւ Հայաստան դաշինքը իր ստորագրությունները արդեն, ինչպես դուք ասեցիք, ֆիզիկապես փոխանցեց այս թուղթը պատիվ ունեմ դաշինքին։ Ես ասեմ, այդ լսումների օրը բոլորը, ես վստահ եմ, նախորոք տեքստերը պատրաստած, որ հեսա սկսելու են Հայաստան դաշինքի դեմ, Ռոբերտ Քոչարյանի դեմ իրենց ելույթները ունենան, նախորոք տեքստերը գրած, սովորած, եկել էին, շատ երևի լավ պատրաստված, Այն էլ Իշխան Սաղաթելյանը, ինչպես ասում է, ձիով քայլ արեց, ուղղակի հանեց ստորագրությունները տվեց եւ նաեւ նա նշեց, որ պատիվ ունեմ դաշինքը ՀՀԿ-ի հետ պատասխանատվություն են վերցնում գործընթացի համար, քանի որ իրենք են սկսել գործընթացը եւ մենք հույս ունենք, որ ողջամիտ ժամկետներում, այսինքն այնպես չի, որ մի օր կանենք, այո, ողջամիտ ժամկետներում կսկսեն պրոցեսը։ Եվ բոլոր այդ ելույթ ունեցողները ստիպված սկսեցին ուրիշ բաներ խոսել, իհարկե էլի սլաքները ուղղելով Հայաստան դաշինքի դեմ, Ռոբերտ Քոչարյանի դեմ, ինչու այսքան ձգեցին, 4 ամիս ձգելու իմաստը որն էր, կարելի է մտածել, մնացած ստորագրությունները իրանց ձեռքում պատրաստ էր, որպեսզի 36-ը լրանա, էլի ուզում են հիմա, որովհետև էլ չգիտեն հիմա ոնց տակից դուրս գան։ Իրանք մնացել են իրենց իմպիչմենտի տակ։ Հիմա չեն իմանում ոնց դուրս գան ու էլի սլաքները ուղղում են ուշ միացան կարող էին շուտ միանալ, լավ, 4 ամիս առաջ այդ ստորագրությունները պատրաստ էր, ձեզնից ընդամենը պահանջվում էր գտնել եւս 2 ստորագրություն, գոնե ձեր Իշխան Զաքարյանի ստորագրությունը ստանայիք, ով ձեր ցուցակով է անցել ազգային ժողով, պատիվ ունեմի ցուցակով անցած Իշխան Զաքարյանի ստորագրությունը նույնիսկ նրանք չունեն։ ԿՊԱ-ականների մասին անիմաստ է խոսալ, դա ուղղակի ծիծաղելի է։ Ես ավելացնեմ, որ հետո դրանից հետո էլ Մարգարիտ Եսայանը ասեց, որ եւս մեկ հարցազրույց տվեց, արդեն Հայաստան դաշինքի ստորագրությունները ստանալուց հետո, որ ինքը լսել է, որ 7 պատգամավոր ԿՊ-ից պատրաստ են միանան։
ու էլի անուն չի ասում, լսել է այդ 7 բավարար չէ, որովհետև անհրաժեշտ է 20 ստորագրություն վերջնական, որ արդեն քվեարկության ժամանակ 54 ձայնը լրանա, երեկել պարզվեց դա էլ չի լսել, հիմա էլ ասում է ես շփվել եմ ԿՊԱ-ականների հետ, տրամադրություններ եմ շոշափել, ես չգիտեմ այդ կինը Սերժ Սարգսյանին անձամբ ինչ վատություն է արել, որ այդ կնոջը դարձրել են ծիծաղի առարկա, ես ցավում եմ իր համար, որովհետև իր ամեն նոր հայտարարությունը ուղղակի բացի ծիծաղից ուրիշ ոչ մի էմոցիա չի առաջացնում։ Նրանք հայտարարում են, որ սկսելու են կոնսուլտացիաներ, արդյոք սա չի նշանակում, որ ոչինչ էլ չեն անելու, հիմա պարզապես ժամանակ է սպանում։ Ես չգիտեմ ում հետ են կոնսուլտացիաներ սկսելու, եթե արտախորհրդարանական ուժերի հետ, նրանք մինչ այդ են հանդիպել, ինչ որ շփվել են, այդ օրը նրանցից են կարծեմ ներկա եղել ազգային ժողովում լսումների օրը։ Սա ժամանակի ձգում է, սա ուղղակի նպատակ ուներ, կրկնում եմ, Հայաստան դաշինքի Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը գցելու համար այս process-ը որ սկսել էր, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն, պատիվ ունեմը, չգիտեմ, իրենք շանս չունեն ուղղակի ընտրվելու, մեր ժողովուրդը 18 թվին, եթե իրենցնից մերժել է, այսօր իրենք չեն փոշմանել, մեր ժողովուրդը չի փոշմանել, որ մերժել է Սերժ Սարգսյանին, միգուցե փոշմանել է, որ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, բայց Սերժ Սարգսյանին մերժելը չի փոշմանել, նրանք նախորդ ընտրությունների ժամանակ էլ նույնիսկ հայրենիք կուսակցության հետ դաշինք կազմելով չեն հաղթահարել անցողիկ շեմը, դաշինքների դեպքում 7% շեմը պետք է հաղթահարեին, իրենք կարծեմ 5% 5.2% էին հավաքել, կոնկրետ չեմ հիշում, այսինքն անցողիկ շեմը նույնիսկ դաշինքի դեպքում իրենք չէին հաղթահարել, ուղղակի ըստ մեր սահմանադրության պետք է ազգային ժողովում 2 ընդդիմադիր ուժ լինի, Հայաստան դաշինքը հաղթահարել էր, մի բան էլ ավել անցել էր, իրենից հետո, Հայաստան դաշինքից հետո ուղղակի պատիվ ունեմի ձայները ամենաշատն էին, իրենք ուղղակի անցել են։ Այսօր այս անգամ էլ 26 թվին կլինի թե արտահերթ կլինի ընտրությունները, իրենք հասկանում են, որ իրենք շանս չունեն անցնելու, բայց ամեն ձև փորձում են Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքի վարկանիշն էլ գցեն, որ իրենց ամենավատ երազը չիրականանա հանկարծ Ռոբերտ Քոչարյանը չգա իշխանության, իսկ այդ կոնսուլտացիաներ բան դա իհարկե ժամանակի ձգում է անիմաստ, ընդհանրապես impeachment կոչված անիմաստ գործընթաց է, երեկել կարծեմ ԿՊԱ-ական Ռուստամ Բակոյանն է ասել, որ ձեզ խաբել են, ԿՊ-ում չկա որևիցե մեկը, որ պատրաստ է միանալ impeachment-ին, դե ՀՀԿ-ն իր ռեպերտուարի մեջ է, ինչպես ասում են, ոնց որ տարիներ շարունակ են մանիպուլացրել, խաբել, մինչ օրս նույն ձևով շարունակում են։ Ինչպես տեսնում ենք, կարծես թե այս իրավիճակում եւս Սերժ Սարգսյանի թիմը կեղծիքի է գնում, որն է իրենց նպատակը իրականում, եթե impeachment-ն չէ, ապա որն է, ինչի համար այս ամենը։ Իրենք իշխանություն եկած օրից 2008 թվականից Միքայել Մինասյանի ձեռքի տակ գտնվող գրեթե բոլոր մեդիա ռեսուրսներով, լրատվականներով միշտ մարդկանց կեղծիք եւ սուտ են հրամցրել, ականջներից ժողովրդի լապշաներ են կախել, ինչպես ասվում է, նույնը հեռուստատեսությունները բթացման process է գնացել մարդկանց մոտ, էժանագին սերիալներով, ինչ որ անիմաստ անորակ հաղորդումներով եւ այդ սուտը, կեղծիքը տարիներ շարունակ իրենք դա ժողովրդին են այդ ստով կերակրել, մինչ օրս նրանց գործելավոճում ոչինչ չի փոխվել։ Սուտ եւ մանիպուլյացիա։ Իրանք փաստը դեմ է տալիս, իրանք կարող են մեկ էլ 180 աստիճանի տակ դա շրջեն, փորձեն ուրիշ ձև ներկայացնել, հետո մի բան էս էլի դեմ տալիս, փորձում են ուրիշ ձև ներկայացնեն, իրանք դա իրանց գործելավոճն է։ Իրենց ամեն մի բառը, ամեն մի գործը դա սուտ է եւ կեղծիք։ Ուղղակի ես ուզում եմ հիասթափեցնել ՀՀԿ-ին, որովհետև մեր ժողովուրդը էլ 18 թվի մոլորված ժողովուրդը չի, շատերի աչքերը բացվել է, շատերը հետևում են քաղաքական process-ներին, թե ով ինչ է անում, ինչ է խոսում։ Ես նույնիսկ այդ process-ին, որ Հայաստան դաշինքը ուժը ֆիզիկապես ստորագրությունները անձնելուց հետո միացավ, հիմա էլ սկսել են, ասում են, ինչու Իշխան Սաղաթելյանը փոխանցեց ստորագրությունները, այլ ոչ թե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ասենք
Անենց անիմաստ բաներ, որովհետև իրենք ասում եմ, իրենց համար անսպասելի էր, որ Հայաստան դաշինքը ուղղակի եկել է ստորագրությունները տա, նույնիսկ իրենք ելույթներ էին պատրաստել, բայց էլ չկարողացան այդ ելույթները ունենալ, իհարկե փորձեցին էլի քար նետել Հայաստան դաշինքի կամ Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, բայց հիմա արդեն իրենք չգիտեն էլ ոնց տակից դուրս գան, որովհետև միջև այդ լսումների օրը այնքան բան էին իրենք խոսել, այնքան մեղադրանքներ էին հնչեցրել, որ չեն միանում, Նիկոլին պահում են ու հատկապես Ռոբերտ Քոչարյանի դեմ էին խոսում, որը առավել եւս դե պարզ է բոլորի համար, ասում եմ Նիկոլ Փաշինյանի ու Սերժ Սարգսյանի համար սև երազ է Ռոբերտ Քոչարյանի իշխանության գալը, որովհետև Ռոբերտ Քոչարյանը միակ մեր ղեկավարն է, ով այս ծրագրից արևմտամետ, թուրքամետ ծրագրից դուրս է։ Լևոն Տեր-Պետրոսյանը այս process-ը սկսել է, իրեն չեն թողել ավարտին հասցնի, ստիպել են հրաժարական է տվել, հետո 10 տարի Ռոբերտ Քոչարյանն է եղել իշխանության, հետո եկել է արդեն Սերժ Սարգսյանը ու հենց 2008 թվականից նա թուրքամետ այս ծրագիրը, ինչպես բոլորին հայտնի է, ֆուտբոլային քաղաքականությունը, որ Գյուլին հրավիրել էր, նույն Ծիծեռնակաբերդի լույսերը անջատել էր Գյուլի այցի ժամանակ, Արարատի պատկերը հանել էր մեր ֆուտբոլիստների մարզաշապիկներից, չգիտես խի այդ բոլորը լռում են, բոլորը դրա մասին լռում են, միայն Նիկոլինն են ասում, մի հատ Սերժ Սարգսյանին ասեք, ինքն է դա սկսել, արդեն այդ տարիներից ինքը պատրաստ էր բացեր սահմանները, ինքը համաձայնվել է, որպեսզի կոմիսիա ստեղծվի, որ քննեն ցեղասպանությունը, իդեպ Ռոբերտ Քոչարյանը միջև այդ մերժել է կոմիսիա ստեղծելու Էրդողանի առաջարկը նամակի ձևով, նամակ էր գրել Էրդողանը, որ կոմիսիա ստեղծենք, որ քննեն ցեղասպանության ժամանակ ինչ է եղել, ոնց է եղել, Ռոբերտ Քոչարյանը մերժել է, ասել է, եթե մենք հիմա կոմիսիա ստեղծենք, որը պետք է քննի, նշանակում է մենք կասկածի տակ ենք դնում ցեղասպանությունը, իսկ Սերժ Սարգսյանը համաձայնվել է։ Հասկանում եք, նույն գծի վրա են, իրենք նույն քաղաքական գիծն են տանում, միակ մարդը, ով դուրս է այդ քաղաքական գծից, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Եվ նրանք հստակ գիտեն, որ Ռոբերտ Քոչարյանը եկավ, ես մի անգամ դրա մասին ասել եմ, չգիտեմ ով դատարանի առաջ պատասխանատվություն կկրի, ով չէ, բայց որ ամբողջ ինչ որ կատարվել է այդ տարիների ընթացքում, 17 տարիների ընթացքում, ինչ կատարվել է, ընդհուպ միջև իշխանության հանձնումը Նիկոլ Փաշինյանին եւ հետո ամեն ինչ բացահայտվելու է։ Ես վստահ եմ դրանում։ Իրենք հենց դրանից են վախում։ Դաժե ես կարող եմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանի գալուց Սերժ Սարգսյանը ավելի է վախենում, քան Նիկոլ Փաշինյանը, որովհետեւ նրա արածները, որ բացահայտվեց, այլ արդեն այդ հերոսի կոչումը, որ ինքը ունի, Արցախի հերոս, ես իմ հերոս նախագահ իչիք են լինելու, դրա համար իրանք ինչպես աշխատել են ստով մանիպուլյացիաներով, նույն ոճով շարունակում են ու ես կասեի նույնիսկ իմ մոտ տպավորություն է կողքից, որ իրենք գնում են ինքնաոչնչացման, հենց ՀՀԿ-ն գնում է ինքնաոչնչացման, ես չգիտեմ ինչ նպատակ դա հետապնդում, բայց փորձում են նաև իրենց հետ Ռոբերտ Քոչարյանին Հայաստան դաշինքին էլ տանեն ոչնչացման, դրա համար այս տարանջատման թեման, որ արդեն բացահայտ եղավ, Հայաստան դաշինքի պատիվ ունեմի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, այդ գիծը մենք մինչև վերջ պետք է տանենք, որովհետև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը դեռ 2008 թվից իրար հետ կապ չունեն։ Ուղղակի դրա մասին չի բարձրաձայնվել, այո, նրանք կապ չունեն ու չեն կարողանալու էլ կապել Ռոբերտ Քոչարյանին Սերժի հետ։ Հայաստան խմբակցությունը տվեց ողջամիտ ժամկետ, ձեր կարծիքով որը պետք է լինի այդ ժամկետը եւ դրա լրանալուց հետո ինչ պետք է արձանագրել։ Արդյոք Հայաստան խմբակցությունը պետք է կոնկրետ քաղաքական գնահատականներով հանդես գա։ Ողջամիտ ժամկետը ես ինչքան որ գիտեմ, վստահ չեմ, բայց որքան գիտեմ, impeachment կարող են անել մինչև ընտրություններից կես տարի առաջ, այսինքն ընտրություններից կես տարի առաջ, դա վերջնաժամկետն է, հետո էլ չեն կարող impeachment անել, դա ստացվում է մոտավորապես դեկտեմբեր ամիսը, երևի ողջամիտ ժամկետ ասելով Հայաստան դաշինքը դա ի նկատի ունի, որովհետև դրանից հետո արդեն օրենքով արգելվում է, որտեղ արդեն սկսելու է նախընտրական փուլը եւ այլն, արդեն հետո ընտրությունները։ Ես կցանկանամ, որ Հայաստան դաշինքը գնահատական տա, եթե ոչինչ տեղի չունենա, բայց
նաև կցանկանամ, որ ողջ պատասխանատվությունը, ինչպես որ իշխան Սաղաթելյանը նշել էր, կրի պատիվ ունեմ եւ ՀՀԿ-ն, պատիվ ունեմ դաշինքը եւ ՀՀԿ-ն, որովհետեւ իրենք են նախաձեռնողները, իրենք են որոշել իմպիչմենտի process-ը սկսել, իրենք էլ պետքա ձախողման համար պատասխան տան։ Ու չի ստացվելու, արդեն որովհետեւ ես տեսել եմ գրառումներ, որ Հայաստան դաշինքն ու պատիվ ունեմը արդեն ոնց որ իրենք են սկսում այդ process-ը, համատեղ են սկսում, դա արդեն տանում է նրան, որ արդեն փորձում են, որ ձախողման դեպքում պատասխանատվությունն էլ կիսեն Հայաստան դաշինքի հետ։ Մենք կոնկրետ ես թույլ չեմ տալու նման բան, ես իմ գրառումներով, իմ խոսքով անդադ դա տարանջատելու եմ, իրենք են process-ը սկսել նախորոք իմանալով, որ ոչ մի հաջողության չեն հասնելու, ես կրկնում եմ, ոչ մի ԿՊԱ-ական, հատկապես 20 ԿՊԱ-ական, որ 54 ձայնը վերջում ապահովվի, չի միանալու այդ process-ին։ Եթե չլինի նախորոք պայմանավորվածություն, դրա մասին էլ եմ ասել, ինչպես դա եղել է 18 թվականին։ Բայց չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը այս դեպքում կգնա պայմանավորվածության եւ ԿՊ падգամավորներին կասի կողմ քվեարկեն իմպիչմենտին, միայն այդ դեպքում կարող է հաջողության հասնել, բայց սա այս process-ը ուրիշ նպատակ ունի, իրենք էլ նախորդ գիտեն, որ սա նախապես ձախողված process է։ Ես կցանկանամ, որ վերջում գնահատական տրվի, որ կրկին անգամ ապացուցվի, որ մարդկանց ամիսներ շարունակ ստերով, մանիպուլյացիաներով էլի խաբել են, մոլորեցրել են, փորձել են սլաքները Հայաստան դաշինքի նախագահ Քոչարյանի դեմ ուղղել, բայց իրենք պետք է դրա համար կրեն պատասխանատվություն հանրության առաջ, որ եւս մենք անգամ իրենց դիմակը բացվի։